կամ մենք փրկում ենք մեր երկիրը, կամ կործանվում է Հայաստանը։ Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք, եւ եթե մենք եկող գարնան ամռան ամիսներին դա չանենք, Նիկոլ Փաշինյանը Կրեմլի Բաքվի, Անկարայի իր տերերի միասին կստորագրի այդ չարաբաստիկ փաստաթուղթը, կհեռացնի դիտորդներին, սահմանադրությունը կփոխի, ուրեմն միջանցքը կտա, անկլավները կվերադարձնի, հայցերը հետ կվերցնի, ադրբեջանցիներին կբերի Սյունիք, Վայոց ձոր, նոյեմբերյան եւ այլն, եւ մենք արդեն կդադարենք լինել որպես ինքնիշխան պետություն եւ կվայելենք թրքական վիլայետ հանդիսացող 4-րդ հանրապետությունը։ Սիրելի ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, սթափվեք, ուշքի եկեք եւ հասկացեք, որ սա մեր վերջի կռիվն է, սա սարդարապատ է բառի իմաստով, առայժմ քաղաքական սարդարապատ, եւ մենք ինչպես 21 թվին էինք դա ասում, 22, 23, 24 թվին էինք դա ասում, հիմա ենք ասում եւ ասում ենք այլևս վերջին անգամ։ Կամ հիմա ուշքի ենք գալիս, թափվում ենք, թոթափում ենք այդ հոռետեսությունը, վախերը եւ ողողում ենք հրապարակները, մաքրում ենք երկիրը այս դավաճանական ռեժիմից, կամ կործանվում ենք, արտագաղթում ենք, վերանում ենք որպես պետություն։ Ալիևը ասում է, որ ես պայմանագիր կկնքեմ ոչ թե Նիկոլի հետ, այլ հայ ժողովրդի հետ։ Եվ երբ որ նա խոսում է սահմանադրությունը փոխելու մասին, երբ որ նա խոսում է հանրաքվեի մասին, նա ուզում է ստանա հայ ժողովրդի համաձայնությունը, որովհետև Ալիևը վախենում է, Ալիևը լավ գիտի, որ Նիկոլին հանելուց հետո ազգային իշխանությունը այս ամեն ինչը ետ է շրջելու, որտեղ Ալիևը լավ գիտի, որ ագրեսորը, իրական ագրեսորը եւ օկուպանտը եւ հանցագործը ինքն է։ Ալիևը լավ գիտի, որ միջազգային իրավունքը իրականում ինքն է խախտել։ Եվ Ալիևը լավ գիտի, որ եթե Նիկոլը չլինի ազգային իշխանություն, որը դիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան, ինքը պատասխան է տալու, ինքը Իլհամ Ալիևը։ Եվ դրա համար ինքը հիմա ասելու է, ես Նիկոլի հետ գործ չունեմ, ես գործ ունեմ հայ ժողովրդի հետ։ Հայ ժողովուրդը պիտի ծնկի գա իմ առջև, որպեսզի ես նոր հետո դրանից հետո հանգիստ լինեմ եւ չվախենամ հայկական ռևանշից։ Ալիևը վախենում է հայկական ռևանշից։ Հայկական ռևանշը լինելու է եւ դա մեր ձեր հետ միասին գործն է, սիրելի հայ ժողովուրդ, իմ սիրելի հայ ազգ։ Մենք պիտի ապահովենք հայկական ցունամի եւ ռևանշ, փրկելու համար մեր ապագան, մեր երկիրը, վերադարձնելու համար Արցախը։ Սա մեր պարտքն է, սա մեր պարտքն է մեր զոհված տղեկի, մեր Եռաբլուրի տղեկի, Աբաջանի, Ադամի, Քյարամ Սլոյանի, սա մեր պարտքն է Մովսես Գորգիսյանի, Լեոնիդ Ազգալձյանի, Մոնթեի, Լեոնիդի առջև, Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեի, սթափվեք, սա մեր պարտքն է մեր գալիք սերունդների առջև, այլևս կամ երբեք, հիմա կամ այլևս երբեք, հիմա կամ այլևս երբեք, կամ հիմա անում ենք, կամ հետո որևէ մեկին չենք մեղադրում եւ հասկանում ենք, որ մենք չարեցինք եւ դրա համար մենք կորցրեցինք վերջին անգամ եւ վերջնականապես կորցրեցինք Հայաստանը որպես պետություն, անվերադարձ։ Եթե մենք հիմա կորցնենք մեր պետականությունը, այլևս այն չենք վերականգնի։ Կվերանանք, կգնանք եւ կդառնանք մյուս պետականազուրկ ժողովուրդների նման հասարակ, ճղճիմ, խղճանքի արժանի ինչ որ մի ժողովուրդ։ Սա է, խաղադրույքները շատ բարձր են, պատասխանատվությունը շատ մեծ է, մեր ուսերին, ձեր ուսերին եւ մենք որպես քաղաքական ուժ պատրաստ ենք մնացած բոլոր ազգային մտածողություն ունեցող հայ մարդկանց հետ միասին վերցնելու այդ բեռը եւ տանելու առաջ։